Հատկապես կուզեի ներկայացնել այն աշխատանքը, որ իրականացրել ենք վարչապետի գավաթի խորագիրը կրող մրցաշարերի շրջանակներում։ Գիտեք, 5 խոշոր մրցաշարեր ենք կազմակերպում։ Նախորդ տարի դրանց մասնակցել է ավելի քան 9600 մարդ, որը 48%-ով ավել է, քան նախորդ տարի, եւ հատկապես կարևորում եմ, որ մենք վարչապետի գավաթի եւս 2 մրցաշարեր նախորդ տարի վերափոխեցինք դպրոցականների շրջանում անցկացվող մրցաշարերի, խոսքը սեղանի թենիսի եւ հեծանվավազքի մասին է, մինչ այդ նաեւ դպրոցականների շրջանում էր անցկացվում խճուղային, ուրեմն թիմային խճուղավազք ներողություն, եւ մենք նախորդ տարի նաեւ որպեսզի ավելի լայն մասնակցություն ապահովենք մեր դպրոցականների շրջանում, մարզերի եւ Երևանի համար ֆիքսեցինք նվազագույն ցուցանիշ, որ դպրոցների առնվազն 30%-ը յուրաքանչյուր մարզից պիտի մասնակցի համայնքային փուլին, եւ պետք է ասեմ, որ բավականին լավ ցուցանիշներ ենք ունեցել դրա արդյունքում, իսկ հեծանվավազքը կազմակերպելու համար ավելի քան 6000 հեծանիվներ են գնվել եւ բաժանվել մեր դպրոցներին, եւ հիմա էլ դպրոցները շարունակում են դրանք շահագործել։ Իդեպ ֆիզկուլտուրայի ուսուցիչներին առանձին վերապատրաստել ենք, որպեսզի կարողանան ճիշտ շահագործել հեծանիվները, նույնիսկ սկսեցին լուրեր տարածել, որ ուսուցիչներին ստիպում ենք հեծանիվ վարել, ես կարծում եմ ոչ մեկից չէր խանգարի, ավելի առողջ ապրելակերպ վարելը, բայց կուզեմ եւս մեկ անգամ ընդգծել, որ որևէ մեկին որևէ բան չենք ստիպում։ Եվ այս տարի նաեւ մեկնարկում ենք դպրոցական բասկետբոլի լիգան, գիտեք, որ մենք հատկապես նորակառույց դպրոցներում, մարզադահլիճներում ամբողջությամբ հագեցված պայմաններ ենք ստեղծում եւ մեր խնդիրն է ոչ միայն պայմաններ ստեղծել, այլ հետո նաեւ օգտագործել եւ շահագործել դրանք եւ բասկետբոլի լիգայի անցկացումը կարծում ենք, որ մեծապես կխրախուսի նաեւ մեր այս ուղղությամբ աշխատանքը։ Շատ են մեր նաեւ մյուս մարզական մասսայական միջոցառումները, սպարտակիադաներ, գիմնազիադաներ, ուսանողական խաղեր ենք անցկացնում եւ այստեղ էլ ավելի քան 50,000 մարդու մասնակցություն ենք ունեցել։ Մեր կողմից իրականացվող աշխատանքներից ես նաեւ կուզեի առանձնացնել Սփյուռքի ուղղությամբ մեր աշխատանքները եւ ինչպես նաեւ այն մեր աջակցության ծրագրերը, որոնք մեկնարկել ենք Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար եւ այս իմաստով էլ կարծում եմ, որ այս հանձնաժողովը ավելի քան տեղին է այս ցուցանիշները ներկայացնելու, պետք է ասեմ, որ մենք կրթության հասանելիության ապահովումը իրականացնելու համար բնականաբար թե դպրոցական ուղղությամբ երեխաներին դպրոցներում ընդգրկելու եւ անհրաժեշտ բոլոր աջակցության ծրագրերը իրականացրելու աշխատանքներն են արել, շուրջ 17,000 երեխաների մասին է խոսքը, առանձին կրթաթոշակային ծրագրեր էինք իրականացնում բուհերի եւ քոլեջների ուսանողների համար եւ պետք է ասեմ, որ 24 թվականին որոշում կայացրեցինք, որ այս տարի էլ առաջին կուրս ընդունվածների համար կրթաթոշակային ծրագիրը նորից գործի